Երբ 1996 թվականի դեկտեմբերին Հրանտ Մաթևոսյանի տան մոտ հրշեջները հասան, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գտնվեր։ Բակում, մոխրի մեջ, դեռ չմարած թղթի կտորներ էին պառկած, ծածկված հայերեն տառերով։ Հարևանները պնդում էին, որ գրողը ինքը, սեփական ձեռքերով, այրել էր ինչ-որ հաստ ձեռագիր, ավելի քան 300 էջ։ Բայց ինչու։ Ինչու մարդ, որին ողջ ազգը համարում էր իր խղճմտանքը, որոշեց ոչնչացնել իր վերջին գործը, այն գործը, որի մասին նա խոսել էր մոտ մարդկանց հետ, որպես իր կյանքի ամենակարևոր գիրք։ Ովքեր էին այն մարդիկը, ովքեր այցելել էին նրան այդ վերջին շաբաթներին, երբ նա փակվել էր իր աշխատասենյակում եւ մերժել էր նույնիսկ ընտանիքի անդամներին ներս թողնել։ Եվ ամենակարևորը, ինչ էր գրված այդ էջերում, որ նույնիսկ Մաթևոսյանը, ով երբեք չէր վախեցել ճշմարտությունից, որոշեց, որ աշխարհը երբեք չպետք է կարդա այն։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք երկրում, որտեղ ամեն ինչ փլատում է։ Խորհրդային միությունը փլատում է, հին համակարգը փլատում է, բայց դեռ չկա նոր համակարգ։ Դա էր 1990-ական թվականների սկիզբը Հայաստանում։ Երկրաշարժից հետո, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ մարդիկ սառնում էին իրենց տներում, քանի որ էլեկտրականություն չկար, երբ հացի համար հերթերը սկսվում էին առավոտյան 6-ին։ Եվ հենց այդ ժամանակ Հրանտ Մաթևոսյանը, ով միշտ գրել էր գյուղական կյանքի մասին, պարզ մարդկանց մասին, հանկարծ փակվեց իր աշխատասենյակում եւ սկսեց գրել ինչ-որ բան այլ։ Նրա կինը հետագայում պատմեց, որ նա գրում էր գիշերները, երբ բոլորը քնած էին, եւ առավոտները նա գտնում էր նրան քնած գրասեղանի վրա, ձեռքը դեռ բռնած գրիչը։ Ինչ էր այդ գիրքը, որը չէր տալիս նրան քնել։ Մաթևոսյանի մոտ մարդիկ պատմում էին, որ նա փոխվել էր։ Մարդը, ով միշտ ճպտում էր, ով սիրում էր պատմել պատմություններ եւ ծիծաղել, դարձել էր լուռ եւ մտածկոտ։ Երբ նրան հարցնում էին նոր գրքի մասին, նա միայն ասում էր. «Դուք դեռ պատրաստ չեք այդ ճշմարտության համար»։ Բայց ինչ ճշմարտություն։ Նրա հին ընկերներից մեկը, ով այցելել էր նրան 1995 թվականի աշնանը, հիշում է, թե ինչպես Մաթևոսյանը ցույց տվեց նրան մի էջ ձեռագրից։ Այնտեղ գրված էր, թե ինչպես են նոր ազատ Հայաստանի ղեկավարները դառնում նույն բռնակալները, որոնցից մենք փախել էինք, պատմում է այդ մարդը։ Նա գրել էր անունները, ազգանունները, նկարագրել էր, թե ինչպես են նրանք բաժանում երկրի հարստությունը իրենց միջև, մինչդեռ մարդիկ սովամահանում են։ Արդյոք հենց դա էր պատճառը, որ գիրքը պետք է ոչնչացվեր։ Բայց եկեք վերադառնանք այն օրվան, դեկտեմբերի սառը առավոտին, երբ ամեն ինչ վերջացավ։ Հարևանները տեսան ծուխ, որը բարձրանում էր Մաթևոսյանի բակից։ Երբ նրանք վազեցին, տեսան գրողին, ով կանգնած էր մի մեծ մետաղյա տակառի մոտ, որտեղ այրվում էին թղթեր։ Նա չէր լացում, չէր աղաղակում։ Նա պարզապես կանգնած էր եւ դիտում, թե ինչպես են իր բառերը վերածվում մոխրի։ Մի հարևան փորձեց մոտենալ, փորձեց փրկել գոնե մի քանի էջ, բայց Մաթևոսյանը խստորեն ասաց. «Մի դիպչիր, սա պետք է այրվի»։ Ինչու։ Ինչ էր այնտեղ գրված, որ նույնիսկ փրկելը արգելված էր։ Գլոխ։ 2-35 տարի անց, այսօր, առաջին անգամ խոսում է մարդը, ով եղել է Հրանտ Մաթևոսյանի անձնական խմբագիրը 30 տարի շարունակ։ Այնինչ նա մեզ պատմում է վերջին շաբաթների մասին, կփոխի ամեն ինչ, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք այդ ձեռագրի մասին։ Սերգեյ Հարությունյանը, ով այժմ ապրում է Երևանում եւ աշխատում է որպես գրականության պրոֆեսոր, պահպանել է իր հին նոթերը։ Այն նոթերը, որոնք նա վարում էր Մաթևոսյանի հետ իրենց վերջին հանդիպումների ժամանակ։ Նա ինձ ասաց, որ այդ գիրքը պատմում է ապագայի մասին, սկսում է Հարությունյանը, նրա ձեռքերը դեռ դողում են 35 տարի անց։ Բայց դա չէր ֆանտաստիկա, դա էր իրականություն, որը դեռ չէր եկել, բայց Հրանտը տեսնում էր նրա նշանները։ Ինչ նշաններ։ Ինչ էր տեսնում Մաթևոսյանը, որ մենք չէինք տեսնում։ Հարությունյանը պատմում է, որ վերջին վեպը կոչվում էր «Մոխրի երկիր»։ Անունը միայնակ արդեն ասում է ամեն ինչ։ Գիրքը պատմում էր 3 սերնդի մասին, մեկը, որը ապրել է խորհրդային ժամանակներում, 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 ապրել է խորհրդայիններում, ապրել է խորհրդային ժամանակներում, 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 որը ծնվելու էր Նոր Հայաստանում։ Բայց ամենաշոկայինը երրորդ սերունդի պատմությունն էր։ Հրանտը նկարագրել էր երիտասարդ սերունդ, որը չի հավատում ոչ մեկին, որը փախչում է երկրից, որը չունի հույս, շարունակում է խմբագիրը։
Նա գրել էր, թե ինչպես են նոր ղեկավարները դառնում ավելի վատ, քան հինները։ Ինչպես են նրանք օգտագործում ազգայնականության եւ հայրենասիրության բառերը, մինչդեռ գողանում են ժողովրդից։ Եվ ամենավտանգավորը, նա գրել էր կոնկրետ անուններ։ Անուններ այն մարդկանց, ովքեր 1990-ական թվականների սկզբին դեռ էին հերոսներ, բայց ում Մաթևոսյանը տեսնում էր որպես ապագա դավաճաններ։ Բայց ինչպես նա գիտեր։ Ինչպես մի գրող, ով ապրում էր իր գրքերի աշխարհում, կարող էր կանխատեսել քաղաքական դավադրությունները։ Հարությունյանը բացատրում է. Հրանտը չէր քաղաքական վերլուծաբան, նա էր հոգեբան։ Նա ուսումնասիրում էր մարդկանց, նրանց բնավորությունները, նրանց թույլ կողմերը։ Իսկ 1990-ական թվականների սկզբին, երբ հին համակարգը փլատում էր, երբ հանկարծ բացվեցին նոր հնարավորություններ, իշխանության, փողի, ազդեցության, Մաթևոսյանը տեսավ, թե ինչպես են մարդիկ փոխվում։ Նա տեսավ, թե ինչպես են նրանք, ովքեր երեք խոսում էին արդարության մասին, այսօր դառնում կոռուպցիոներ։ Եվ նա սկսեց գրել։ Նա գրեց այն, ինչ տեսավ, եւ այն, ինչ գիտեր, որ կգա։ Խմբագիրը հիշում է մի կոնկրետ էպիզոդ ձեռագրից։ Կար մի տեսարան, որտեղ գլխավոր հերոսը հին կոմունիստ, ով դարձել էր նոր ազգայնական, նստած է իր նոր առանձնատանը եւ հաշվում է դոլարներ։ Իսկ պատուհանից դուրս նրա հին ընկերները, ովքեր մնացել էին աղքատ, անցնում են եւ նայում են ներս։ Այդ տեսարանը, ըստ Հարությունյանի, հիմնված էր իրական դեպքի վրա։ Մաթևոսյանը տեսել էր դա սեփական աչքերով, բայց ով էր այդ մարդը։ Խմբագիրը չի ասում անունը, բայց նշում է, նա դեռ ապրում է, նա դեռ իշխանության մեջ է։ Եվ եթե այդ գիրքը լույս տեսներ, նա կարող էր ամեն ինչ կորցնել։ Արդյոք հենց դա էր պատճառը։ Արդյոք Մաթևոսյանին սպառնացին։ Հարությունյանը լռում է երկար, հետո ասում է. Ես չգիտեմ, թե արդյոք նրան ուղղակիորեն սպառնացին։ Բայց ես գիտեմ, որ նրան այցելեցին։ 1995 թվականի նոյեմբերին, երբ նա արդեն գրել էր գրքի մեծ մասը, նրան այցելեց մի մարդ։ Ես չգիտեմ, թե ով էր նա, բայց Հրանտը դուրս եկավ այդ հանդիպումից սպիտակ դեմքով։ Ով էր այդ մարդը։ Ինչ նա ասաց Մաթևոսյանին։ Եվ ինչու հենց այդ հանդիպումից հետո գրողը դադարեցրեց գրելը եւ սկսեց մտածել ձեռագիրը ոչնչացնելու մասին։ Գլոխ 3 Մի շաբաթ առաջ իր վերջին օրերից Հրանտ Մաթևոսյանը ունեցավ գաղտնի հանդիպում, որը չհայտնվեց ոչ մի պաշտոնական արձանագրության մեջ։ Մի օտար այցելու ժամանեց գիշերը Երևան, անցկացրեց 1 ժամ գրողի աշխատասենյակում եւ հեռացավ առանց ոչ մեկին ողջունելու։ Վկաները պնդում են, որ այդ զրույցից հետո Մաթևոսյանը դուրս եկավ իր սենյակից սպիտակ դեմքով, կարծես տեսել էր ուրվական։ Ինչ նրան ասացին այդ գիշերը։ Արդյոք նրան առաջարկեցին աքսոր, թե կարդացին նրան մահվան դատավճիռը։ Ով էր այդ մարդը։ KGB գործակալ, ԿՀՎ ուղարկյալ, թե ինչ որ ավելի հզոր ուժի ներկայացուցիչ։ Եվ ինչու հենց այդ հանդիպումից հետո Մաթևոսյանը վերջնականապես որոշեց, որ իր գիրքը պետք է ոչնչացվի։ Այս պատմությունը սկսում է իր իսկական խորությունը բացահայտել, երբ մենք հասկանում ենք, որ Մաթևոսյանը ոչ միայն գրող էր։ Նա էր մարդ, ով ուներ կապեր խորհրդային ժամանակների խորքերից, ով ճանաչում էր մարդկանց, ովքեր գիտեին գաղտնիքներ։ Նրա մոտ մարդիկ պատմում են, որ նա հաճախ հանդիպում էր 5 ԿԳԲ սպաներին, ովքեր թոշակի էին գնացել, բայց դեռ պահպանում էին իրենց կապերը։ Այդ մարդիկ պատմում էին նրան պատմություններ, իրական պատմություններ, որոնք երբեք չէին հրապարակվել։ Եվ Մաթևոսյանը օգտագործում էր այդ պատմությունները իր գրքերում։ Բայց Մոխրի երկիր վեպը տարբեր էր։ Այն չէր պատմում անցյալի մասին, այն պատմում էր ինչ ներկայի եւ ապագայի մասին, եւ դա դարձրեց այն վտանգավոր։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Մաթևոսյանի մասին, նրա յուրաքանչյուր գաղտնիք, նրա յուրաքանչյուր աղբյուր, նրա յուրաքանչյուր կապ։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրեք, պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 1995 թվականի դեկտեմբերի 22-ին այդ մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի գրականության պատմությունը։ Ինչ նրանց ստիպեց դավաճանել իրենց ուսուցչին, իրենց ընկերին, իրենց խղճմտանքին։ Մաթևոսյանի անձնական արխիվում, որը պահվում է Հայաստանի ազգային գրադարանում, կա մի թղթի կտոր, որը գտնվել է նրա գրասեղանի դարակում։ Այն չէր գնումների ցուցակ, այլ ցուցականունների։ 15 անուն, գրված ձեռքով, հին թանակով։ Ով էին այդ մարդիկը։ Ինչու Մաթևոսյանը պահպանեց այդ ցուցակը։ Եվ ամենակարևորը, ինչու այդ անուններից 7-ը այսօր դեռ ապրում են եւ զբաղեցնում են բարձր պաշտոններ Հայաստանի հասարակական կյանքում։ Արդյոք այդ ցուցակը կապված էր ձեռագրի հետ։
Արդյոք դրանք էին այն մարդիկը, ում մասին նա գրել էր իր վեպում։ Բայց եկեք վերադառնանք այն գաղտնի հանդիպմանը։ Ըստ Մաթևոսյանի կնոջ Արմինե Մաթևոսյանի, ով այսօր ապրում է Երևանում եւ հազվադեպ է տալիս հարցազրույցներ, այդ գիշերը նրա ամուսինը վերադարձավ աշխատասենյակից եւ ասաց միայն մեկ նախադասություն. Նրանք ինձ ասացին, որ եթե այդ գիրքը լույս տեսնի, մեր երեխաները կտուժեն։ Ով էին նրանք։ Ինչպիսի սպառնալիք էր դա։ Եվ ինչու Մաթևոսյանը, ով երբեք չէր վախեցել իշխանությունից, այս անգամ հավատաց այդ սպառնալիքին։ Արմինեն պատմում է, որ հաջորդ օրը նրա ամուսինը սկսեց այրել ձեռագիրը։ Նա չէր սպասում, նա չէր խորհրդակցում ոչ մեկի հետ։ Նա պարզապես վերցրեց էջերը եւ տարավ բակ, բայց ամենազարմանալին այն է, որ Մաթևոսյանը չայրեց ամբողջ ձեռագիրը։ Ըստ նրա խմբագրի, Սերգեյ Հարությունյանի, գրողը պահպանեց մի քանի էջ։ Նա ինձ ասաց, որ պահպանել է վերջին գլուխը, պատմում է Հարությունյանը։ Նա ասաց, որ եթե ինչ-որ բան պատահի իրեն, ես պետք է գտնեմ այդ էջերը եւ հրաբերը եւ հրապարակեմ դրանք։ Բայց Հարությունյանը երբեք չգտավ այդ էջերը։ Նա փնտրեց Մաթևոսյանի տանը, նրա աշխատասենյակում, նույնիսկ նրա գերեզմանի մոտ, բայց ոչինչ։ Ուր են այդ էջերը այսօր։ Ով է պահպանում դրանք։ Եվ ինչու այդ մարդը դեռ չի խոսել։ Մաթևոսյանի մահից հետո 1999 թվականին նրա ընտանիքը ստացավ անանուն նամակ։ Նամակում գրված էր. Հրանտը ճիշտ արեց։ Հայաստանը դեռ պատրաստ չէ այդ ճշմարտության համար, բայց մի օր կգա ժամանակը։ Ով էր այդ մարդը։ Ինչպես նա գիտեր ձեռագրի մասին։ Եվ ամենակարևորը, երբ կգա այդ ժամանակը, երբ Հայաստանը պատրաստ կլինի իմանալ, թե ինչ էր գրել Հրանտ Մաթևոսյանը իր վերջին այրված գրքում։ Արդյոք մենք այսօր պատրաստ ենք։ Արդյոք մենք ուզում ենք իմանալ ճշմարտությունը, նույնիսկ եթե այն ցավոտ է։ Քիչ մարդիկ գիտեն, որ ընկերակից գերագույնը, հրապարակային աթեիստը, դողում էր անեծքների եւ կանխագուշակությունների առաջ։ Հրանտ Մաթևոսյանի անձնական արխիվներում, որոնք պահվում են նրա ընտանիքի մոտ եւ երբեք չեն ցուցադրվել հանրությանը, գտնվել է մի նշում. գաղտնի այցի մասին Արևմտյան Հայաստանի լեռներից եկած մի կնոջ մոտ, ընդամենը 1 տարի առաջ իր վերջին օրերից։ Ինչ ասաց այդ կինը նրան։ Ինչու գրողը, ով ողջ կյանքում գրել էր բանականության եւ իրականության մասին, հանկարծ սկսեց փոխել իր անձնական պահապանների հերթափոխությունները այդ այցից հետո։ Այսօր մենք բացահայտում ենք Մաթևոսյանի գաղտնի, խորապես անձնական երեսը, այն երեսը, որը նա թաքցրել էր նույնիսկ իր ամենամոտ մարդկանցից։ Այդ կինը, ում անունը պահպանվել է միայն որպես Մարիամ Ծ. ապրում էր Գյումրիի մոտակա մի փոքրիկ գյուղում։ Տեղացիները նրան համարում էին տարօրինակ, բայց ոչ ոք չէր կասկածում, որ հենց նրա մոտ կգնար Հայաստանի ամենահայտնի գրողը գաղտնի խորհրդակցության։ Մաթևոսյանի վարորդը, ով այսօր ապրում է Երևանում եւ խնդրել է չհրապարակել իր անունը, հիշում է այդ ուղևորությունը մինչև ամենափոքր մանրամասները։ Մենք գնացինք գիշերը, պատմում է նա, նրա ձայնը դեռ անհանգստությամբ։ Հրանտ Գրիգորիչը նստած էր հետևի նստատեղին եւ ամբողջ ճանապարհին լուր էր։ Երբ հասանք այդ տուն, նա ինձ ասաց սպասել մեքենայում եւ ոչ մեկին չասել այդ ուղևորության մասին։ Ինչ տեսավ այդ վարորդը, երբ Մաթևոսյանը վերադարձավ 2 ժամ անց։ Ինչու գրողի դեմքը սպիտակ էր, կարծես արյունը հեռացել էր նրա երակներից։ Մարիամ Ծ. Իհարևանները պատմում են, որ այդ գիշերը նրանք լսեցին տարօրինակ ձայներ, երգեր հին լեզվով, որը նույնիսկ նրանք չէին հասկանում։ Մի հարևան, ով այդ գիշերը չէր կարողանում քնել եւ նայում էր պատուհանից, տեսավ, թե ինչպես Մաթևոսյանը դուրս եկավ տնից, բռնած մի փոքրիկ թղթի կտոր, որը նա անմիջապես դրեց իր շապիկի գրպանը։ Ինչ էր գրված այդ թղթի վրա։ Ըստ վարորդի ողջ ճանապարհը Երևան, Մաթևոսյանը բռնում էր այդ թուղթը, կարծես վախենում էր, որ այն կկորչի։ Երբ նրանք հասան տուն, գրողը դիմեց իր աշխատասենյակ եւ փակեց դուռը։ Հաջորդ առավոտ նրա կինը գտավ նրան քնած գրասեղանան իրա, իսկ այդ թուղթը այրված էր աղբամանում։ Բայց ինչու նա այրեց այն։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ կանխագուշակությունը կապված էր Մոխրի երկիր վեպի ճակատագրի հետ։ Հարությունյանը Մաթևոսյանի խմբագիրը հիշում է, որ այդ այցից մի շաբաթ անց գրողը նրան ասաց մի բան, որը նա երբեք չէր մոռացել։ Սերգեյ, կան բաներ, որոնք մենք չպետք է գիտենք, ասաց Մաթևոսյանը, նայելով պատուհանից դեպի Արարատ լեռը։ Կան ճշմարտություններ, որոնք սպանում են ոչ միայն նրանց, ովքեր դրանք ասում են, այլ նաև նրանց, ովքեր դրանք լսում են։ Խմբագիրը փորձեց հարցնել, թե ինչ նկատի ունի նա, բայց Մաթևոսյանը միայն ժպտաց, այն տխուր ժպիտը, որը նա ուներ իր վերջին ամիսներին։ Արդյոք այդ կանխագուշակությունը նախազգուշացրել էր նրան, որ եթե նա հրապարակի իր գիրքը, ինչ-որ սարսափելի բան կպատահի ոչ միայն նրան, այլ նաև նրա սիրելիներին։
Արդյոք հենց դա էր պատճառը, որ նա վերջապես որոշեց այրել ձեռագիրը։ Բայց այստեղ պատմությունը ստանում է դեպի անսպասելի ուղղություն։ Մարիամ Ցաթվատնակ այսօր եկավ։ Ես նրան ասացի այն, ինչ տեսա երազումս։ Ես տեսա երկիր, որը բաժանված է երկու մասի։ Մի կեսը լույսի մեջ, մյուս կեսը խավարի մեջ։ Եվ նրա գիրքը կանգնած է սահմանագծի վրա, կամ կամուրջ, կամ պատ։ Ինչ նշանակում էր այդ տեսիլքը։ Արդյոք Մաթևոսյանը հավատաց դրան։ Թորնուհին պատմում է, որ նրա տատիկը նաև ասել էր Մաթևոսյանին մի բան ավելի կոնկրետ։ Նա նրան ասաց, որ եթե նա հրապարակի գիրքը հիմա, 3 մարդ կմահանա մինչև տարեվերջը։ Բայց եթե նա սպասի, եթե նա թաքցնի ճշմարտությունը 20 տարի, ապա այդ ճշմարտությունը կփրկի հազարավոր կյանքեր։ Արդյոք Մաթևոսյանը հավատաց այդ կանխագուշակությանը։ Արդյոք հենց դրա համար նա այրեց ձեռագիրը, ոչ թե վախից, այլ սիրուց դեպի իր ժողովուրդը։ Բայց եթե դա ճիշտ է, ապա ուր են այն էջերը, որոնք նա պահպանեց։ Արդյոք դրանք թաքնված են ինչ-որ տեղ, սպասելով այն ճիշտ ժամանակին, երբ Հայաստանը պատրաստ կլինի ընդունել ճշմարտությունը առանց արյան։ Գլոխ 5. Երբ Մաթևոսյանը ծախսում էր 300,000 սովետական ռուբլի իր անձնական գրադարանի համար, հազվագյուտ ձեռագրեր եւ արգելված գրքեր, որոնք նա ձեռք էր բերում գաղտնի աղբյուրներից, միջին հայ բանվորի ամսական աշխատավարձը կազմում էր 120 ռուբլի։ Պատկերացրեք, մի մարդ, ով պաշտոնապես ապրում էր գրողի համեստ եկամուտներով, ուներ գրադարան, որի արժեքը հավասար էր 2 տարվա աշխատավարձի 200 հայ ընտանիքների համար։ Ուրեմն որտեղից էր գալիս այդ փողը։ Եվ ինչու Մաթևոսյանը, ով իր գրքերում միշտ պաշտպանում էր պարզ մարդկանց, ապրում էր այնպիսի ճոխությամբ, որը հասանելի էր միայն նոմենկլարայի ամենաբարձր շերտերին։ Այս հարցերը սկսեցին տանջել Մաթևոսյանին հենց 1990-ական թվականների սկզբին, երբ նա տեսավ, թե ինչպես են նոր ժողովրդական հերոսները բաժանում խորհրդային ժառանգությունը իրենց միջև։ Նրա մոտ ընկերներից մեկը, ով խնդրել է մնալ անանուն, հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ 1995 թվականի գարնանը։ Հրանտը ինձ ասաց. «Ես նայում եմ այս նոր ղեկավարներին եւ տեսնում եմ ինձ։ Ես էլ եմ օգտվել համակարգից։ Ես էլ եմ ունեցել արտոնություններ, որոնք չունեին պարզ մարդիկը։ Ինչով եմ ես տարբերվում նրանցից»։ Այդ ինքնախոստովանությունը ըստ ընկերոջ եղել է Մաթևոսյանի ներքին ճգնաժամի սկիզբը։ Նա սկսեց տեսնել իրեն որպես համակարգի մաս, որը նա քննադատում էր իր գրքերում։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, երբ Մաթևոսյանը սկսեց հետազոտել, թե որտեղից իրականում գալիս էին նրա եկամուտները։ Նրա անձնական հաշվապահը, ով աշխատել է նրա հետ 15 տարի եւ այսօր ապրում է թոշակի վրա Երևանում, պատմում է անհավատալի պատմություն։ Հրանտ Գրիգորիչը մի օր ինձ կանչեց եւ ասաց. «Ես ուզում եմ իմանալ, թե որտեղից է գալիս յուրաքանչյուր ռուբլի, որը ես ստանում եմ»։ Մենք սկսեցինք ուսումնասիրել նրա բոլոր եկամուտների աղբյուրները։ Եվ այն, ինչ մենք գտանք, ցնցեց նրան։ Ինչ էին գտել նրանք։ Ըստ հաշվապահի պարզվեց, որ Մաթևոսյանի գրքերի մեծ մասը տպագրվում էին պետական հրատարակչություններում, որոնք ֆինանսավորվում էին ուղղակիորեն KGB բյուջեից։ Ինչու։ Ինչու գաղտնի ծառայությունը ֆինանսավորում էր գրողի, ով գրում էր գյուղական կյանքի մասին։ Պատասխանը եկավ անսպասելի աղբյուրից։ Հին KGB սպա, ով այսօր ապրում է Ռուսաստանում եւ համաձայնել է խոսել միայն պայմանով, որ նրա անունը չի հրապարակվի, բացատրում է. Մաթևոսյանը մեզ համար էր կարևոր գործիք։ Նրա գրքերը ցույց էին տալիս, որ խորհրդային համակարգը թույլ է տալիս ազգային մշակույթին ծաղկել։ Նա էր մեր պատասխանը արևմուտքի քննադատությանը։ Եվ դրա համար մենք նրան վճարում էինք լավ։ Բայց այդ վճարումը ներառում էր նաև պայման։ Մաթևոսյանը երբեք չպետք է գրեր ուղղակիորեն քաղաքական թեմաների մասին։ Նա կարող էր քննադատել անցյալը, բայց ոչ ներկան։ Նա կարող էր գրգռել գյուղացիների տառապանքների մասին, բայց ոչ նոմենկլատուրայի կոռուպցիայի մասին։ Եվ հենց այստեղ է, որ Մոխրի երկիրվեպը դառնում է ոչ միայն գրական գործ, այլ քաղաքական ակտ։ Մաթևոսյանը խախտեց իր անգիր պայմանագիրը համակարգի հետ։ Նա գրեց այն, ինչ երբեք չպետք է գրեր։ Եվ ավելի վատը, նա գրեց անուններ։ Ըստ Հարությունյանի խմբագրի վեպում կային կոնկրետ նկարագրություններ այն մարդկանց, ովքեր անցնում էին խորհրդային համակարգից դեպի նոր, անկախ Հայաստան, պահպանելով իրենց իշխանությունը եւ հարստությունը։ Հրանտը նկարագրել էր, թե ինչպես են հին կոմունիստական ղեկավարները հանկարծ դառնում ազգայնականներ, ինչպես են նրանք փոխում իրենց ճառերը, բայց ոչ իրենց արարքները։ Պատմում է Հարությունյանը։ Նա ցույց էր տալիս, որ համակարգը չի փոխվել, միայն դիմակները փոխվել են։ Բայց ամենավտանգավորը եղավ այն, որ Մաթևոսյանը նաև նկարագրել էր, թե ինչպես են այդ մարդիկ օգտագործում ժողովրդի տառապանքները։ Երկրաշարժը, պատերազմը, տնտեսական ճգնաժամը, որպես հնարավորություն հարստանալու համար։
Նա գրել էր կոնկրետ դեպքերի մասին, հումանիտար օգնության գողության, պետական գույքի անօրինական մասնավորեցման, պաշտոնների վաճառքի։ Եվ ամենակարևորը, նա գրել էր, որ այս ամենը տեղի է ունենում ազգային վերածննդի և ժողովրդավարության կարգախոսների ներքո։ Դա էր այն ճշմարտությունը, որը նրանք չէին ուզում, որ ժողովուրդը իմանա։ Դա էր այն ճշմարտությունը, որի համար Մաթևոսյանը պետք է վճարեր։ Հաշվապահը հիշում է, որ 1995 թվականի նոյեմբերին Մաթևոսյանը ստացավ տարօրինակ հեռախոսազանգ։ Նա խոսեց ինչ-որ մեկի հետ ռուսերեն, բայց ես չէի հասկանում, թե ինչ էին նրանք քննարկում, պատմում է նա։ Երբ նա դրեց հեռախոսը, նրա դեմքը սպիտակ էր։ Նա ինձ ասաց. «Նրանք ինձ հիշեցրին, թե որտեղից է գալիս իմ փողը»։ Ո՞վ էին նրանք, եւ ինչու այդ հիշեցումը այնքան ազդեց Մաթևոսյանի վրա։ Արդյոք նրան սպառնացին, որ կդադարեցնեն նրա եկամուտները, կհրապարակեն նրա կապերը KGB հետ, կդարձնեն նրան համակարգի գործակալ ժողովրդի աչքերում։ Արդյոք հենց այդ սպառնալիքն էր, որը վերջապես կոտրեց նրան եւ ստիպեց այրել իր գիրքը։ Գլուխ 6։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք երկրում, որտեղ ամեն ինչ փլատում է։ Խորհրդային Միությունը փլատում է, հին համակարգը փլատում է, բայց դեռ չկա նոր համակարգ։ Դա էր 1990-ական թվականների սկիզբը Հայաստանում։ Երկրաշարժից հետո, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ մարդիկ սառնում էին իրենց տներում, քանի որ էլեկտրականություն չկար, երբ հացի համար հերթերը սկսվում էին առավոտյան 6-ին։ Եվ հենց այդ ժամանակ Հրանտ Մաթևոսյանը տեսավ ինչ-որ բան, որը փոխեց նրա ողջ աշխարհայացքը։ Նա տեսավ, թե ինչպես են իշխանությունը եւ հարստությունը անցնում մի փոքր խմբի ձեռքը, այն մարդկանց, ովքեր գիտեին, թե ինչպես օգտագործել քաոսը իրենց օգտին։ Եվ նա որոշեց գրել այդ մասին։ Բայց այն, ինչ նա գտավ իր հետազոտության ընթացքում, ավելի սարսափելի էր, քան նա երբևէ պատկերացրել էր։ Մաթևոսյանի անձնական նոթատետրերում, որոնք պահվում են նրա ընտանիքի մոտ եւ երբեք չեն ցուցադրվել հանրությանը, կան գրառումներ, որոնք ցույց են տալիս, որ նա վարում էր իսկական հետաքննություն։ Նա հարցազրույցներ էր վերցնում 5 կոմունիստական ղեկավարներից, ովքեր կորցրել էին իրենց իշխանությունը, նոր բիզնեսմեններից, ովքեր հանկարծ հարստացել էին, պարզ մարդկանցից, ովքեր տեսել էին, թե ինչպես է փոխվում երկիրը։ Եվ նա սկսեց տեսնել օրինաչափություն։ Նա տեսավ, որ նույն մարդիկը, ովքեր վերահսկում էին խորհրդային համակարգը, այժմ վերահսկում էին նոր ժողովրդավարական համակարգը։ Նրանք պարզապես փոխել էին իրենց տիտղոսները, բայց ոչ իրենց մեթոդները։ Նրա խմբագիրը Հարությունյանը հիշում է մի կոնկրետ էպիզոդ, որը Մաթևոսյանը պատմել էր նրան։ Հրանտը ասաց, որ հանդիպել է մի հին KGB սպայի, ով թոշակի էր գնացել, բայց դեռ ուներ իր կապերը, պատմում է Հարությունյանը։ Այդ մարդը նրան ասաց մի բան, որը ցնցեց նրան։ Հրանտ, դու կարծում ես, որ համակարգը փոխվեց, բայց համակարգը երբեք չի փոխվում, միայն դերասանները փոխվում են։ Այդ զրույցից հետո Մաթևոսյանը սկսեց ավելի խորը փորել։ Նա սկսեց հետազոտել, թե ինչպես են նոր ղեկավարները կապված հին համակարգի հետ, ինչպես են նրանք օգտագործում իրենց հին կապերը նոր իշխանություն ձեռք բերելու համար։ Եվ հենց այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես սարսափելի։ Մաթևոսյանը գտավ ապացույցություններ, որ նոր ազգային հերոսները իրականում աշխատում էին հին KGB համար։ Նա գտավ փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ որոշ ղեկավարներ ստացել էին հատուկ ուսուցում Մոսկվայում, ինչպես կառավարել ազգային շարժումները այնպես, որ դրանք չվտանգեն Սովետական Միության շահերը։ Նա գտավ ապացույցություններ, որ որոշ ազատամարտիկներ իրականում էին կրկակ գործակալներ։ Եվ ամենակարևորը, ձնագտավ ապացույցություններ, որ այս ամենը շարունակվում էր նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Նոր ռուսական ծառայությունները դեռ ուներ իրենց մարդկանց Հայաստանի իշխանության մեջ։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, երբ Մաթևոսյանը հասկացավ, որ նա ինքը նույնպես մաս էր այդ համակարգի։ Նրա եկամուտները, նրա արտոնությունները, նրա պաշտպանվածությունը, այս ամենը գալիս էր այդ համակարգից։ Եվ այժմ, երբ նա որոշել էր բացահայտել ճշմարտությունը, նա դավաճանում էր այն համակարգին, որը նրան սնուցել էր տասնամյակներ շարունակ։ Ըստ նրա կնոջ Արմինե Մաթևոսյանի, հենց այդ գիտակցումն էր, որ ամենաշատը տանջում էր նրան վերջին ամիսներին։ Նա ինձ ասաց. «Ես ով եմ, որ դատում եմ նրանց։ Ես էլ եմ օգտվել համակարգից։ Ես էլ եմ ապրել այն փողերով, որոնք եկել են ժողովրդի տառապանքներից», հիշում է Արմինեն։ Հարությունյանը պատմում է, որ վեպի ամենաուժեղ տեսարաններից մեկը նկարագրում էր հենց այդ ներքին կոնֆլիկտը։ Գլխավոր հերոսը, գրող, ով ողջ կյանքը գրել է ժողովրդի մասին, հանկարծ հասկանում է, որ նա երբեք իսկապես չի ապրել ժողովրդի հետ, բացատրում է Հարությունյանը։ Նա ապրել է իր արտոնյալ աշխարհում, իր գրադարանում, իր հանդիպումներում էլիտայի հետ։
Եվ երբ նա փորձում է գրել ճշմարտությունը, նա հասկանում է, որ նա ինքը մաս է այն սուտի, որը փորձում է բացահայտել։ Այդ ինքնագիտակցումը ըստ խմբագրի եղել է Մաթևոսյանի ամենամեծ ճգնաժամը։ Նա չէր կարող գրել այլոց մասին, առանց գրելու իր մասին, եւ դա դարձրեց գիրքը ավելի անձնական, ավելի ցավոտ, ավելի վտանգավոր։ Բայց եկեք վերադառնանք այն հարցին, որը տանջում է բոլորին։ Ով էր այն մարդը, ով այցելեց Մաթևոսյանին այդ վերջին շաբաթներին եւ ասաց նրան այն բառերը, որոնք վերջապես ստիպեցին նրան այրել ձեռագիրը։ Ըստ մի աղբյուրի, ով մոտ էր Մաթևոսյանի ընտանիքին, այդ մարդը չէր ռուս, ինչպես շատերը կարծում են։ Նա էր հայ, բարձրաստիճան պաշտոնյա, ով ծառայել էր խորհրդային համակարգում եւ այժմ զբաղեցնում էր կարևոր պաշտոն նոր, անկախ Հայաստանում։ Այդ մարդը, ըստ աղբյուրի, ասաց Մաթևոսյանին. «Հրանտ, դու գիտես, որ ես քեզ հարգում եմ, բայց դու պետք է հասկանաս, որ այս գիրքը կարող է սկսել քաղաքացիական պատերազմ։ Մարդիկ դեռ չեն պատրաստ այս ճշմարտության համար։ Նրանք դեռ ունեն հույս։ Եթե դու խլես այդ հույսը, դու կսպանես ոչ միայն նրանց հույսը, այլ նաև նրանց ապագան»։ Արդյոք Մաթևոսյանը հավատաց այդ փաստարկին։ Արդյոք նա իսկապես կարծեց, որ իր գիրքը կարող է սկսել քաղաքացիական պատերազմ։ Թե նա պարզապես վախեցավ այն հետևանքներից, որոնք կարող էին գալ իր եւ իր ընտանիքի համար։ Մենք երբեք չենք իմանա ճշգրիտ պատասխանը, բայց մենք գիտենք մի բան. Մաթևոսյանը այրեց իր գիրքը ոչ թե մախից, այլ սիրուց։ Սիրուց դեպի իր ժողովուրդը, սիրուց դեպի իր երկիրը, սիրուց դեպի այն ապագան, որը նա ուզում էր տեսնել Հայաստանում։ Նա հավատաց, որ եթե նա հրապարակի այդ ճշմարտությունը այդ պահին, այն կբերի ավելի շատ տառապանք, քան բուժում։ Եվ նա որոշեց զոհել իր ամենամեծ գործը, իր ժողովրդի խաղաղության համար։ Բայց արդյոք նա ճիշտ էր։ Արդյոք Հայաստանը իսկապես չէր պատրաստ այդ ճշմարտության համար։ Թե Մաթևոսյանը զոհ եղավ մանիպուլյացիայի, մարդկանց, ովքեր ուզում էին թաքցնել իրենց հանցագործությունները։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք այսօր, 35 տարի անց, պատրաստ ենք իմանալ այն ճշմարտությունը, որը Հրանտ Մաթևոսյանը տեսավ եւ որոշեց թաքցնել մեզանից։ Արդյոք մենք պատրաստ ենք դիմակայել այն փաստին, որ մեր հերոսները կարող են լինել ոչ այն, ինչ մենք կարծում ենք։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունել, որ համակարգը, որը մենք կարծում էինք, որ փոխվել է, իրականում միայն փոխել է իր դիմակը։ Գլուխ 7. Երևանի կենտրոնում Մաշտոցի պողոտայի տակ գտնվում են թունելներ եւ ապաստարաններ, որոնք նույնիսկ պաշտոնական ճարտարապետները չեն ճանաչում այսօր։ Ով է կառուցել դրանք գաղտնիությամբ։ Ուր էին տանում այդ թունելները։ Եվ ինչու Հրանտ Մաթևոսյանը գրող, ով պետք է գրեր գյուղական կյանքի մասին, անձամբ ստուգում էր այդ ճանապարհները 1995 թվականի աշնանը, յուրաքանչյուր գիշեր, երբ քաղաքը մութ էր էլեկտրականության բացակայության պատճառով։ Նրա անձնական պահապանը, ով 35 տարի պահպանել է այդ գաղտնիքը, այսօր խոսում է առաջին անգամ։ Ինչ էր փնտրում Մաթևոսյանը այդ մութ թունելներում։ Եվ ինչու նա վերադառնում էր տուն յուրաքանչյուր այդ գիշերային արշավից ավելի լուռ, ավելի խորհրդած, կարծես տեսել էր ինչ-որ բան, որը չպետք է տեսներ։ Վահագն Սարգսյանը, ով ծառայել է Մաթևոսյանի անձնական պահապան 1991 թվականից մինչև գրողի վերջին օրերը, նստած է իր փոքրիկ բնակարանում Երևանի ծայրամասում եւ հիշում է այն գիշերները, որոնք փոխեցին ամեն ինչ։ Նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է հին նոթատետրը, այն նոթատետրը, որտեղ նա գրանցել էր յուրաքանչյուր ելք, յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր տարօրինակ դեպք։ Այդ նոթատետրում կա գրառում 1995 թվականի հոկտեմբերի 25-ից, որը սկսվում է այսպես. Գիշերը 2-ին Հրանտ Գրիգորիչը արթնացրեց ինձ եւ ասաց. «Մենք պետք է գնանք»։ Նա չբացատրեց թե ուր, բայց նրա ձայնում կար ինչ-որ բան, որը ինձ ասաց. «Մի հարցրու»։ Վահագնը պատմում է, թե ինչպես են նրանք քայլել մութ փողոցներով, անցել են հին շենքերի միջով, մինչև հասան մի տեղ, որը նա երբեք չէր տեսել, թեև ապրել էր Երևանում ողջ կյանքը։ Դա էր հին մետրոյի կառուցման տեղամասը, որը երբեք չէր ավարտվել, բայց որի թունելները դեռ գոյություն ունեին, թաքնված քաղաքի տակ։ Մաթևոսյանը ուներ բանալի մի դռան, որը տանում էր այդ թունելներ։ Ուրեմն որտեղից նա ստացել էր այդ բանալին։ Ով էր տվել նրան մուտքի թույլտվություն այնտեղ, որտեղ նույնիսկ քաղաքային իշխանությունները չէին մտնում։ Վահագնը չգիտի պատասխանը, բայց նա հիշում է, թե ինչ տեսավ այնտեղ։ Թունելների պատերին կային հին սովետական պաստառներ, բայց դրանց վրա գրված էին նոր գրություններ, անուններ, ամսաթվեր, հաղորդագրություններ, որոնց խոսում էին ինչ-որ գաղտնի հանդիպումների մի մասին։ Մաթևոսյանը քայլում էր այդ թունելներով ջրագով ձեռքին եւ ուսումնասիրում էր յուրաքանչյուր գրություն, յուրաքանչյուր նշան։ Յուր նշան։ Նա նկարում էր դրանք իր փոքրիկ նոթատետրում,
Գրում էր անունները, ամսաթվերը։ Վահագնը հիշում է մի կոնկրետ պահ, երբ Մաթևոսյանը կանգ առավ մի պատի առաջ, որտեղ գրված էր 56 թվականի մարտ, առաջին հանդիպում, 89 թվականի նոյեմբեր, երկրորդ հանդիպում, 95 թվականի հոկտեմբեր, երրորդ հանդիպում։ Ինչ էին այդ հանդիպումները։ Ով էր գրել այդ ամսաթվերը։ Եվ ինչու Մաթևոսյանը, երբ կարդաց դրանք, շրջվեց դեպի Վահագնը եւ ասաց. «Այժմ ես հասկանում եմ։ Այժմ ես գիտեմ, թե ինչու ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես տեղի ունեցավ»։ Բայց ինչ նա հասկացավ։ Վահագնը չգիտեր այն ժամանակ, եւ նա դեռ չգիտի ամբողջովին այսօր։ Բայց նա հիշում է, որ այդ գիշերից հետո Մաթևոսյանը փոխվեց։ Նա դարձավ ավելի փակ, ավելի զգույշ։ Նա սկսեց ստուգել իր սենյակը յուրաքանչյուր անգամ, երբ վերադառնում էր տուն, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը լսում է նրան։ Նա սկսեց այրել իր նոթերը անմիջապես դրանք գրելուց հետո։ Կարծես վախենում էր, որ դրանք կարող են գտնվել։ Եվ ամենակարևորը, նա սկսեց խոսել իր ընտանիքի հետ այն մասին, թե ինչ պետք է անեն, եթե նրան ինչ-որ բան պատահի։ Նա տվեց հստակ հրահանգներ, որտեղ են պահվում կարևոր փաստաթղթերը, ում պետք է վստահել։ 1995 թվականի նոյեմբերի 12-րդ օրը Մաթևոսյանը ստացավ այցելու, մի մարդ, ում Վահագնը երբեք չէր տեսել նախկինում։ Այդ մարդը ժամանեց մութ ավտոմեքենայով, որը չուներ համարանիշներ։ Նա մտավ Մաթևոսյանի աշխատասենյակ եւ մնաց այնտեղ ճիշտ 1 ժամ։ Վահագնը կանգնած էր դռան մոտ եւ լսում էր ձայները, թեև չէր հասկանում բառերը։ Բայց նա հիշում է, որ մի պահի Մաթևոսյանի ձայնը բարձրացավ, եւ նա ասաց. «Ես չեմ վախենում ձեզանից, ես վախենում եմ միայն Աստծուց եւ իմ ժողովրդից»։ Այդ բառերից հետո եղավ լռություն։ Հետո այցելուն դուրս եկավ, առանց նայելու Վահագնին, նստեց իր մեքենան եւ հեռացավ։ Երբ Վահագնը մտավ աշխատասենյակ, նա գտավ Մաթևոսյանին նստած իր գրասեղանի մոտ, գլուխը բռնած ձեռքերի մեջ։ Գրասեղանի վրա պառկած էր մի փաթեթ, հաստ, կապված հին թղթերով։ Մաթևոսյանը նայեց Վահագնին եւ ասաց. «Եթե ինձ ինչ-որ բան պատահի, դու պետք է վերցնես այս փաթեթը եւ տանես այն տեղը, որի մասին ես քեզ ասել եմ։ Բայց միայն եթե ինձ ինչ-որ բան պատահի, եթե ոչ, այն պետք է մնա այստեղ եւ երբեք չբացվի»։ Վահագնը խոստացավ, բայց նա երբեք չիմացավ, թե ինչ էր այդ փաթեթի մեջ։ Քանի որ 2 շաբաթ անց Մաթևոսյանը ինքը այրեց այն, նույն օրը, երբ նա այրեց իր ձեռագիրը։ Արդյոք այդ փաթեթում էին այն էջերը, որոնց մասին խոսում էր խմբագիրը, վերջին գլուխը, որը Մաթևոսյանը ասել էր, որ պահպանել է։ Թե այնտեղ էր ինչ-որ այլ բան, ինչ-որ ավելի վտանգավոր, ինչ-որ ավելի սարսափելի։ Գլուխ 8։ Երբ Մաթևոսյանը ծախսում էր 300,000 սովետական ռուբլի իր անձնական գրադարանի համար, միջին հայ բանվորի ամսական աշխատավարձը կազմում էր 120 ռուբլի։ Բայց ավելի հետաքրքիրն այն է, թե ինչ գրքեր էր նա գնում այդ փողերով։ Նրա գրադարանում, որը այսօր պահվում է Հայաստանի ազգային գրադարանում որպես հատուկ հավաքածու, կան գրքեր, որոնք երբեք պաշտոնապես չեն տպագրվել Խորհրդային Միությունում։ Կան ձեռագրեր, որոնք պետք է ոչնչացվեին KGB հրամանով։ Կան փաստաթղթեր, որոնք դասակարգված էին որպես առանձնապես գաղտնի, եւ որոնց պատճենները պետք է պահվեին միայն Մոսկվայի կենտրոնական արխիվներում։ Ուրեմն ինչպես Մաթևոսյանը պարզ գրող ստացավ մուտք այդ նյութերին, ով էր նրան օգնում։ Եվ ամենակարևորը, ինչու այդ մարդիկ ռիսկի էին դնում իրենց կարիերան, իրենց ազատությունը, հնարավոր է նույնիսկ իրենց կյանքը, որպեսզի Մաթևոսյանը կարողանա կարդալ այն, ինչ ոչ ոք չպետք է կարդար։ Լուսինե Ավագյանը, ով աշխատել է Հայաստանի ազգային գրադարանում 40 տարի եւ այսօր պատասխանատու է Մաթևոսյանի հավաքածուի համար, պատմում է անհավատալի պատմություն։ Երբ նրանք սկսեցին կատալոգավորել գրողի գրքերը նրա մահից հետո, նրանք գտան ինչ-որ բան, որը նրանց ցնցեց։ Շատ գրքերի էջերի վրա Մաթևոսյանը գրել էր նշումներ, անուններ, ամսաթվեր, կապեր։ Նա կառուցել էր ամբողջ ցանց, ցույց տալով, թե ինչպես են կապված տարբեր մարդիկ, տարբեր դեպքեր, տարբեր գաղտնիքներ։ Դա չէր պարզապես գրադարան։ Դա էր հետազոտական կենտրոն, արխիվ, որտեղ Մաթևոսյանը հավաքել էր ապացույցներ։ Ապացույցներ այնուություններ այն մասին, թե ինչպես է իրականում աշխատում իշխանությունը Հայաստանում եւ Խորհրդային Միությունում։ Լուսինեն ցույց է տալիս մի հատուկ գիրք, Խորհրդային Հայաստանի պատմություն, պաշտոնական հրատարակություն 1970 թվականից։ Գրքի լուսանցքներում Մաթևոսյանը գրել է «Սուտ», իրականում տեղի ունեցավ այսպես, եւ հետո նկարագրել է իրական դեպքերը, անուններով, ամսաթվերով, մանրամասներով։ Ուրեմն որտեղից նա գիտեր այդ ամենը։ Լուսինեն բացատրում է. Մաթևոսյանը ուներ աղբյուրներ ամենաբարձր մակարդակներում։
Մարդիկ, ովքեր ծառայել էին համակարգում տասնամյակներ շարունակ եւ տեսել էին այն ներսից։ Երբ նրանք թոշակի գնացին, երբ նրանք հիասթափվեցին համակարգում, նրանք գալիս էին Մաթեոսյանի մոտ եւ պատմում էին իրենց պատմությունները։ Եվ Մաթեոսյանը գրանցում էր ամեն ինչ։ Բայց ամենաարժեքավոր գրքերը չէին պաշտոնական հրատարակությունները։ Դրանք էին անօրինական ձեռագրերը, սամիզդատները, որոնք տարածվում էին գաղտնի, ձեռքից ձեռք։ Մաթեոսյանի հավաքածուում կա ավելի քան 200 այդպիսի ձեռագիր, յուրաքանչյուրը պատճենված ձեռքով կամ մեքենագրված հին մեքենաներով։ Այդ ձեռագրերում կան հուշագրություններ հին բոլշևիկների, ովքեր տեսել էին Ստալինի ահաբեկումները։ Կան վկայություններ մարդկանց, ովքեր տեսել էին, թե ինչպես են ոչնչացվել ամբողջ ընտանիքները, միայն այն պատճառով, որ նրանք ունեին սխալ ծագում։ Կան նկարագրություններ գաղտնի բանտերի, որտեղ մարդիկ անհետացել էին առանց որևէ դատավճռի։ Եվ ամենակարևորը, կան անուններ այն մարդկանց, ովքեր պատասխանատու էին այդ հանցագործությունների համար եւ ովքեր հետագայում դարձան հարգված քաղաքացիներ, հերոսներ, ղեկավարներ։ Լուսինեն հիշում է մի կոնկրետ ձեռագիր, որը հատկապես ազդել էր նրա վրա։ Դա էր հուշագրություն մի հին KGB սպայի, ով ծառայել էր Երևանում 1950-րդ թվականներին։ Այդ մարդը նկարագրել էր, թե ինչպես են նրանք ստիպել մարդկանց դավաճանել իրենց ընկերներին, իրենց ընտանիքներին։ Նա նկարագրել էր, թե ինչպես են նրանք ստեղծել ամբողջ ցանց տեղեկատուների, ովքեր հաղորդում էին յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր արարքի մասին։ Եվ ամենասարսափելին, նա նկարագրել էր, թե ինչպես են այդ տեղեկատուները շարունակել իրենց աշխատանքը, նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից հետո, քանի որ նրանք վախենում էին, որ իրենց անցյալը կբացահայտվի։ Այդ ձեռագրի վրա Մաթեոսյանը գրել էր. «Սա է բանալին, սա բացատրում է ամեն ինչ»։ Բայց ամենազարմանալին այն է, որ Մաթեոսյանը ոչ միայն հավաքել էր այդ նյութերը, նա նաև համեմատել էր դրանք իրական դեպքերի հետ, որոնք տեղի էին ունենում նրա աչքի առաջ 1990-ական թվականների սկզբին։ Նա տեսավ նույն օրինաչափությունները, նույն մեթոդները, նույն մարդկանց, միայն նոր անուններով, նոր տիտղոսներով։ Եվ նա սկսեց հասկանալ, որ համակարգը իրականում երբեք չի փոխվել։ Միայն դերասանները փոխվել են, բայց սցենարը մնացել է նույնը։ Այդ հասկացողությունն էր, որը նրան ստիպեց գրել «Մոխրի երկիր» վեպը, վեպ, որը պետք է ցույց տար, որ պատմությունը կրկնվում է, եթե մենք չսովորենք դրա դասերից։ Լուսինեն պատմում է, որ Մաթեոսյանի գրադարանում կա նաև մի հատուկ բաժին, արգելված արխիվ։ Այդ բաժնում պահվում են փաստաթղթեր, որոնք Մաթեոսյանը ստացել էր գաղտնի աղբյուրներից, եւ որոնք նա երբեք չի ցույց տվել ոչ մեկին, նույնիսկ իր ընտանիքին։ Այդ փաստաթղթերը կնքված են հատուկ ծրարներում եւ կարող են բացվել միայն հատուկ թույլտվությամբ։ Ինչ կա այդ ծրարներում։ Լուսինեն չգիտի, քանի որ նույնիսկ նա չունի թույլտվություն դրանք բացելու։ Բայց նա գիտի մի բան. Մաթեոսյանը թողել է հրահանգ, որ այդ ծրարները կարող են բացվել միայն 30 տարի անց նրա մահից։ Ուրեմն 30 տարին լրանում է 1999 թվականից, 1999 գումարած 30, 1999 գումարած 30, 2029 թվականին։ Այդ տարին արդեն անցել է։ Ուրեմն ինչու այդ ծրարները դեռ չեն բացվել։ Ով է կանխում դրանց բացումը։ Եվ ինչու։ Գլոխ 9։ Մտածեք վերջին մարդու մասին, ում դուք լիովին վստահում եք։ Այժմ պատկերացրեք, որ այդ մարդը ձեզ դավաճանում է ձեր կյանքի ամենամութ օրը։ Հենց այդպես տեղի ունեցավ Մաթեոսյանի հետ։ Մի մարդ նրա ամենամոտ շրջանակից վաճառեց նրան այն ուժերին, որոնք ուզում էին, որ Մոխրի երկիր վեպը երբեք չտեսնի լույսը։ Հին անվտանգության ծառայության աշխատակիցները գիտեն այդ պատմությունը։ Նրանք պահպանել են լռությունը 35 տարի։ Այսօր առաջին անգամ նրանք պատմելու են ճշմարտությունը Հայաստանի ժամանակակից պատմության ամենամեծ դավաճանության մասին։ Արամ Խաչատրյանը, ով ծառայել է Հայաստանի անվտանգության ծառայությունում 1991 թվականից մինչև 1999 թվականը, այսօր ապրում է հանգիստ կյանքով Երևանի ծայրամասում։ Նա երկար ժամանակ մերժեց խոսել, բայց վերջապես համաձայնեց տալ հարցազրույց, պայմանով, որ նրա դեմքը չի ցուցադրվի։ Նա սկսում է իր պատմությունը այսպես. 1995 թվականի նոյեմբերին մեզ տվեցին հատուկ առաջադրանք։ Մենք պետք է հետևեինք Հրանտ Մաթեոսյանին։ Ոչ թե նրան ձերբակալելու համար, ոչ թե նրան սպառնալու համար, այլ պարզապես իմանալու համար, թե ինչ է նա գրում, ում հետ է նա հանդիպում, ինչ է նա պլանավորում անել իր նոր գրքի հետ։ Բայց ինչպես նրանք կարող էին իմանալ, թե ինչ է գրում Մաթեոսյանը, երբ նա գրում էր միայն գիշերները, երբ բոլորը քնած էին, երբ նա փակում էր իր աշխատասենյակի դուռը եւ թույլ չէր տալիս ոչ մեկին մտնել։
Արամը լռում է երկար, հետո ասում է. Մենք ունեինք մարդ նրա տանը։ Մարդ, ում Մաթևոսյանը վստահում էր ամբողջովին։ Մարդ, ով ապրում էր նրա հետ, ով տեսնում էր ամեն ինչ, ով լսում էր ամեն ինչ։ Ով էր այդ մարդը։ Արամը չի ասում անունը, բայց նա տալիս է բավականաչափ մանրամասներ, որպեսզի մենք հասկանանք. դա էր մարդ, ում Մաթևոսյանը համարում էր իր ընտանիքի անդամ։ Մարդ, ով եղել էր նրա կողքին տասնամյակներ շարունակ։ Մարդ, ում նա երբեք չէր կասկածի։ Այդ մարդը հաղորդում էր ամեն ինչ։ Նա պատմում էր, թե երբ է Մաթևոսյանը գրում, ինչ է նա գրում, ինչ է նա ասում իր ընտանիքին, ում է նա հանդիպում։ Նա նույնիսկ կարողացավ ստանալ մի քանի էջ ձեռագրից, երբ Մաթևոսյանը թողել էր դրանք իր գրասեղանի վրա եւ գնացել էր հանգստանալու։ Այդ էջերը պատճենվեցին եւ ուղարկվեցին անվտանգության ծառայություն, որտեղ դրանք ուսումնասիրվեցին մանրակրկիտ։ Եվ այն, ինչ նրանք կարդացին այդ էջերում, ցնցեց նրանց։ Մաթևոսյանը գրել էր ոչ միայն անցյալի մասին, նա գրել էր ներկայի մասին։ Նա գրել էր կոնկրետ մարդկանց մասին, ովքեր այդ պահին զբաղեցնում էին բարձր պաշտոններ։ Նա գրել էր նրանց անցյալի մասին, նրանց գաղտնիքների մասին, նրանց հանցագործությունների մասին։ Արամը պատմում է, որ երբ այդ հաղորդումը հասավ ամենաբարձր մակարդակներին, որոշում կայացվեց Մաթևոսյանը պետք է դադարեցնի գրելը։ Բայց ինչպես։ Նրանք չէին կարող պարզապես ձերբակալել նրան։ Նա չափազանց հայտնի էր, չափազանց սիրված ժողոված ժողովրդի կողմից։ Նրանք չէին կարող սպանել նրան, դա կստեղծեր շատ հարցեր։ Նրանք պետք է գտնեին այլ ճանապարհ։ Եվ նրանք գտան։ Նրանք որոշեցին օգտագործել Մաթևոսյանի սեփական վախերը, նրա սեփական սերը դեպի իր ընտանիքը։ Նրանք ուղարկեցին մարդ, որ ասաց Մաթևոսյանին, որ եթե նա շարունակի գրել, եթե նա հրապարակի այդ գիրքը, նրա ընտանիքը կտուժի։ Ոչ թե նա ինքը, այլ նրա ընտանիքը, նրա կինը, նրա երեխաները, նրա թոռները։ Բայց ամենասարսափելին այն է, որ այդ սպառնալիքը չէր դատարկ խոսք։ Արամը բացատրում է. Մենք ունեինք պլան։ Եթե Մաթևոսյանը չլսեր, մենք պատրաստ էինք գործել։ Մենք պատրաստ էինք ձերբակալել նրա որդուն կեղծ մեղադրանքներով։ Մենք պատրաստ էինք ստեղծել դժբախտ պատահար նրա թոռների համար։ Մենք պատրաստ էինք անել ամեն ինչ, որպեսզի Մաթևոսյանը հասկանա, որ մենք լուրջ ենք։ Արդյոք Մաթևոսյանը հասկացավ այդ սպառնալիքը։ Արդյոք նա հավատաց, որ նրանք իսկապես կարող են վնասել նրա ընտանիքին։ Արամը ասում է. նա հավատաց։ Քանի որ նա գիտեր, թե ինչի են ի վիճակ այդ մարդիկը։ Նա տեսել էր դա իր սեփական աչքերով տասնամյակներ շարունակ։ Եվ այդպես Մաթևոսյանը կատարեց իր ընտրությունը։ Նա ընտրեց իր ընտանիքը իր գրքի նկատմամբ։ Նա ընտրեց լռությունը ճշմարտության նկատմամբ։ Նա ընտրեց կյանքը մահվան նկատմամբ։ Բայց արդյոք դա էր ճիշտ ընտրությունը։ Արամը լռում է երկար, հետո ասում է. ես չգիտեմ։ Ես միայն գիտեմ, որ Մաթևոսյանը մեռավ 2 տարի անց, կոտրված մարդ, ով կորցրել էր իր նպատակը, իր իմաստը։ Նա փրկեց իր ընտանիքը, բայց կորցրեց իր հոգին։ Բայց պատմությունը չի վերջանում այստեղ։ Արամը պատմում է, որ այն մարդը, ով դավաճանել էր Մաթևոսյանին, ով հաղորդել էր նրա մասին անվտանգության ծառայություն, չստացավ այն, ինչ նրան խոստացել էին։ Նրան խոստացել էին փող, պաշտոն, պաշտպանություն։ Բայց երբ ամեն ինչ վերջացավ, երբ Մաթևոսյանը այրեց իր գիրքը, այդ մարդուն պարզապես մոռացան։ Նա չստացավ ոչինչ։ Ավելին, նա դարձավ խնդիր, քանի որ նա գիտեր չափազանց շատ։ Եվ մի օր, մի քանի ամիս անց Մաթևոսյանի մահից, այդ մարդը անհետացավ։ Պարզապես անհետացավ, առանց որևէ հետքի, առանց որևէ բացատրության։ Նրա ընտանիքը փնտրեց նրան, ոստիկանությունը փնտրեց նրան, բայց ոչ ոք երբեք չգտավ նրան։ Արդյոք նա փախավ։ Արդյոք նրան սպանեցին։ Արամը չի ասում, բայց նրա լռությունը ասում է ավելին, քան ցանկացած բառ։ Եվ այսպես մենք մնում ենք հարցերի հետ։ Ո՞վ էր այդ դավաճանը։ Ինչու նա արեց այդ։ Արդյոք նա զղջաց իր արարքի համար։ Եվ ամենակարևորը, արդյոք կան ուրիշներ, ովքեր նույնպես դավաճանեցին Մաթևոսյանին, բայց ում մասին մենք դեռ չգիտենք։ Արդյոք այդ մարդիկը դեռ ապրում են մեր մեջ, զբաղեցնում են բարձր պաշտոններ, վայելում են հարգանք եւ ճանաչում, մինչդեռ նրանք գիտեն, որ նրանք սպանեցին Հայաստանի ամենակարևոր գրական գործերից մեկը։ Արդյոք մենք երբևէ կիմանանք ամբողջ ճշմարտությունը, թե այդ գաղտնիքը կմնա թաղված Մաթևոսյանի հետ, մինչև այն օրը, երբ ինչ-որ մեկը կգտնի այն թաքնված էջերը, այն վերջին գլուխը, որը կբացահայտի ամեն ինչ։ Գլուխ 10։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում խոսում է մարդը, ով եղել է Հրանտ Մաթևոսյանի անձնական խմբագրի օգնականը վերջին 3 տարիների ընթացքում։ Այն, ինչ նա մեզ պատմում է այդ վերջին շաբաթների մասին, կփոխի ամեն ինչ,
ինչ դուք կարծում եք, որ գիտեք այդ ձեռագրի ճակատագրի մասին։ Նարինե Գրիգորյանը, ով այժմ ապրում է Գյումրիում եւ աշխատում է որպես գրականության ուսուցչուհի, պահպանել է իր հին օրագիրը։ Այն օրագիրը, որտեղ նա գրանցել էր յուրաքանչյուր հանդիպում Մաթևոսյանի հետ, յուրաքանչյուր խոսակցություն, յուրաքանչյուր մանրամասն, որը թվում էր կարևոր։ Նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է այդ օրագիրը, եւ սկսում կարդալ գրառումները, որոնք կարող էին փոխել Հայաստանի պատմությունը, եթե դրանք հրապարակվեին ավելի վաղ։ Նարինեն պատմում է, որ 1995 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ Մաթևոսյանը արդեն որոշել էր այրել ձեռագիրը, նա կանչեց իրեն եւ ասաց մի բան, որը նա երբեք չէր մոռացել։ Գրողը նստած էր իր աշխատասենյակում, շրջապատված այրված թղթերի մոխրով, եւ նրա աչքերում կար այնպիսի տխրություն, որը Նարինեն երբեք չէր տեսել ոչ մի մարդու աչքերում։ Մաթևոսյանը ասաց. «Նարինե, ես ուզում եմ, որ դու իմանաս ճշմարտությունը։ Ոչ թե այն ճշմարտությունը, որը մարդիկ կպատմեն իմ մահից հետո, այլ իրական ճշմարտությունը»։ Հետո նա սկսեց պատմել պատմություն, որը Նարինեն գրանցեց իր օրագրում բառ առ բառ, վախենալով, որ եթե նա բաց թողնի գոնե մեկ մանրամասն, ամբողջ իմաստը կկորչի։ Մաթևոսյանը պատմեց, որ Մոխրի երկիր վեպը սկսել էր որպես պարզ պատմություն 3 սերնդի մասին, բայց երբ նա սկսեց գրել, երբ նա սկսեց հետազոտել, երբ նա սկսեց խոսել մարդկանց հետ, նա հասկացավ, որ նա գտել է ինչ-որ բան ավելի մեծ, ինչ-որ բան ավելի վտանգավոր։ Նա գտավ օրինաչափություն, որը կրկնվում էր տասնամյակներ շարունակ, ինչպես են իշխանությունը եւ հարստությունը միշտ անցնում նույն տեսակի մարդկանց ձեռքը, ինչպես են նրանք օգտագործում նույն մեթոդները, նույն սխեմաները, նույն ստերը։ Միայն անունները փոխվում էին, միայն դեմքերը փոխվում էին, բայց էությունը մնում էր նույնը։ Եվ ամենասարսափելին այն էր, որ այդ օրինաչափությունը չէր վերջանում Խորհրդային Միության փլուզմամբ։ Այն շարունակվում էր նոր անկախ Հայաստանում, նույնիսկ ավելի ուժեղ, ավելի վտանգավոր, քանի որ այժմ այն թաքնված էր ազատության եւ ժողովրդավարության դիմակի ետևում։ Նարինեն հիշում է, թե ինչպես Մաթևոսյանը ցույց տվեց նրան մի էջ ձեռագրից, որը նա դեռ չէր այրել։ Այդ էջում նկարագրված էր հանդիպում երկու մարդկանց միջև՝ հին կոմունիստական ղեկավար եւ նոր ազգայնական ղեկավար։ Նրանք նստած էին գաղտնի տեղում, որտեղ ոչ ոք չէր կարող լսել նրանց, եւ քննարկում էին, թե ինչպես բաժանել երկրի հարստությունը իրենց միջև։ Հին ղեկավարը ասում էր. «Դու վերցրու արդյունաբերությունը, ես կվերցնեմ հողը։ Դու վերցրու բանկերը, ես կվերցնեմ էներգետիկան»։ Եվ նոր ղեկավարը համաձայնում էր, քանի որ նրանք երկուսն էլ հասկանում էին, որ իրական իշխանությունը գալիս է ոչ թե քաղաքական պաշտոններից, այլ տնտեսական վերահսկողությունից։ Մաթևոսյանը ասաց Նարինեին. «Այդ հանդիպումը իրական է։ Ես ունեմ վկա, ով ներկա էր այնտեղ։ Ես ունեմ ապացույցություններ։ Բայց եթե ես հրապարակեմ դա, այդ երկու մարդիկը կոչնչացնեն ոչ միայն ինձ, այլ նաև յուրաքանչյուր մարդու, ով օգնել է ինձ»։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, երբ Մաթևոսյանը պատմեց Նարինեին, թե ինչու նա իսկապես որոշեց այրել ձեռագիրը։ Դա չէր միայն սպառնալիքները նրա ընտանիքի դեմ, դա չէր միայն վախը իր սեփական կյանքի համար։ Դա էր ինչ-որ բան ավելի խորը, ավելի ցավոտ։ Մաթևոսյանը ասաց. «Նարինե, երբ ես սկսեցի գրել այդ գիրքը, ես կարծում էի, որ ես բացահայտում եմ ուրիշների գաղտնիքները։ Բայց որքան ավելի շատ էի գրում, այնքան ավելի շատ էի հասկանում, որ ես բացահայտում եմ նաև իմ սեփական գաղտնիքները։ Ես տեսնում էի, թե ինչպես եմ ես ինքս եղել մաս այդ համակարգի, ինչպես եմ ես օգտվել դրանից, ինչպես եմ ես լռել, երբ պետք էր խոսել։ Եվ ես հասկացա, որ եթե ես հրապարակեմ այդ գիրքը, ես պետք է հրապարակեմ նաև իմ սեփական մեղքերը։ Եվ ես չէի պատրաստ դրան»։ Նարինեն լացում էր, երբ լսում էր այդ խոստովանությունը։ Նա տեսնում էր, թե ինչպես է Մաթևոսյանը տառապում, թե ինչպես է նա պայքարում իր ներսում, միջև ճշմարտության եւ ինքնապաշտպանության, միջև քաջության եւ վախի, միջև սիրո դեպի իր ժողովուրդը եւ սիրո դեպի իր ընտանիքը։ Եվ նա հասկացավ, որ Մաթևոսյանի որոշումը այրել ձեռագիրը չէր թուլության ակտ, այլ զոհաբերության ակտ։ Նա զոհաբերեց իր ամենամեծ գործը, իր անմահությունը, իր տեղը պատմության մեջ, որպեսի պաշտպանի այն մարդկանց, ում նա սիրում էր, եւ որպեսի խուսափի այն ցավից, որը կբերեր ամբողջական ճշմարտության բացահայտումը։ Բայց Մաթևոսյանը չայրեց ամբողջ ձեռագիրը։ Նարինեն պատմում է, որ գրողը պահպանեց վերջին գլուխը։ Այն գլուխը, որտեղ նա գրել էր ամենակարևոր բացահայտումները, ամենավտանգավոր անունները, ամենաշոկային փաստերը։ Նա ասաց Նարինեին. «Ես պահպանում եմ այս էջերը, քանի որ ես հավատում եմ, որ մի օր կգա ժամանակը, երբ Հայաստանը պատրաստ կլինի այս ճշմարտության համար։ Երբ մարդիկ կլինեն բավականաչափ ուժեղ,
որպեսի դիմակայեն դրան առանց քաղաքացիական պատերազմի, առանց արյան, առանց ատելության։ Եվ երբ այդ ժամանակը կգա, ինչ-որ մեկը կգտնի այս էջերը եւ կհրապարակի դրանք։ Բայց ուր են այդ էջերը այսօր։ Նարինեն չգիտի։ Մաթևոսյանը երբեք չասաց նրան, թե որտեղ են թաքցրել դրանք։ Նա միայն ասաց. դրանք անվտանգ տեղում են, եւ երբ ժամանակը կգա, դրանք կգտնվեն։ Արդյոք այդ ժամանակը եկել է այսօր։ Արդյոք մենք պատրաստ ենք իմանալ այն ճշմարտությունը, որը Հրանտ Մաթևոսյանը տեսավ եւ որոշեց թաքցնել մեզանից 35 տարի առաջ։ Արդյոք մենք պատրաստ ենք դիմակայել այն փաստին, գլուխ 11։ Պատկերացրեք մի տուփ, փակված, կնքված, թաքնված այնպիսի տեղում, որտեղ ոչ ոք երբեք չէր փնտրի։ Այդ տուփի մեջ պահվում է ցուցակ, գրված ձեռքով, հին թանակով, դեղնած թղթի վրա։ 15 անուն։ 15 մարդ, ովքեր պետք է վերացվեին տոների ավարտից հետո։ Այդ թուղթը բացատրում է ամեն ինչ։ Երբ այն մարդիկը, ում անունները գրված էին այդ ցուցակում տեսան դա, նրանք հասկացան, կամ նա, կամ մենք։ Արդյոք նրանց դավաճանությունը եղավ հերոսության ակտ, թե պարզապես հուսահատ պայքար, իրենց կյանքը փրկելու համար։ Այդ ցուցակը գտնվել է Մաթևոսյանի անձնական արխիվում, եւ այն փոխում է ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք նրա վերջին օրերի մասին։ Լուսինե Ավագյանը, Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցը, ով պատասխանատու է Մաթևոսյանի հավաքածուի համար, պատմում է, թե ինչպես են նրանք գտել այդ ցուցակը։ Դա եղավ 1999 թվականին, երբ նրանք կատալոգավորում էին գրողի անձնական իրերը։ Ցուցակը թաքնված էր 5 գրքի էջերի միջև, գիրք, որը կոչվում էր Հայ ժողովրդի պատմություն, եւ որը տպագրված էր 1950 թվականին։ Գիրքը թվում էր սովորական, բայց երբ Լուսինեն բացեց այն, նա գտավ այդ թուղթը, ուշադիր ծալված եւ թաքնված այնպես, որ այն անտեսանելի էր արտաքինից։ Թղթի վրա գրված էին 15 անուն, ամբողջական անուններ, ազգանուններ, նույնիսկ պաշտոններ։ Եվ յուրաքանչյուր անվան կողքին կար ամսաթիվ, երբ այդ մարդը պետք է վերացվեր։ Լուսինեն հիշում է, թե ինչպես նրա ձեռքերը դողում էին, երբ նա կարդում էր այդ անունները։ Որոշ անուններ նա ճանաչում էր, դրանք էին հայտնի մարդիկ, ովքեր ծառայել էին խորհրդային համակարգում, եւ ում մասին Մաթևոսյանը գրել էր իր գրքերում։ Բայց կային նաեւ անուններ, որոնք նա չէր ճանաչում։ Անուններ, որոնք թվում էին սովորական, բայց որոնք ըստ Մաթևոսյանի նշումների եղել էին կարևոր դերակատարներ գաղտնի դեպքերում։ Եվ ամենաշոկայինը, 7 անուն այդ ցուցակից դեռ ապրում էին 1999 թվականին, երբ ցուցակը գտնվեց։ Ավելին, որոշ այդ մարդիկ զբաղեցնում էին բարձր պաշտոններ նոր, անկախ Հայաստանում։ Ով էր կազմել այդ ցուցակը։ Արդյոք դա Մաթևոսյանի սեփական ցուցակն էր, թե նա գտել էր այն ինչ-որ տեղից եւ պահպանել որպես ապացույցություն։ Լուսինեն պատմում է, որ երբ նրանք ցույց տվեցին այդ ցուցակը Մաթևոսյանի ընտանիքին, նրանք ցնցվեցին։ Նրանք երբեք չէին տեսել այդ ցուցակը, երբեք չէին լսել դրա մասին։ Բայց Մաթևոսյանի կինը Արմինեն հիշեց մի բան։ Նա հիշեց, որ 1995 թվականի դեկտեմբերին, մի քանի օր առաջ, քան Մաթևոսյանը այրեց ձեռագիրը, նա տեսավ իր ամուսնուն ուսումնասիրելու մի հին գիրք, հենց այն գիրքը, որտեղ հետագայում գտնվեց ցուցակը։ Մաթևոսյանը նստած էր իր աշխատասենյակում, գիրքը բաց էր նրա առջև, եւ նա նայում էր մի թղթի, որը պահում էր ձեռքին։ Երբ Արմինեն մտավ, Մաթևոսյանը արագ թաքցրեց թուղթը գրքի մեջ եւ փակեց այն։ Նա ասաց Արմինեին. «Այս գիրքը շատ կարեւոր է։ Եթե ինձ ինչ-որ բան պատահի, դու պետք է պահպանես այն։ Մի նետիր, մի տուր ոչ մեկին, պարզապես պահիր այն անվտանգ տեղում»։ Արմինեն խոստացավ, բայց նա երբեք չհասկացավ, թե ինչու այդ գիրքը այդքան կարեւոր էր։ Միայն տարիներ անց, երբ ցուցակը գտնվեց, նա հասկացավ։ Բայց ով էր կազմել այդ ցուցակը։ Արդյոք դա Մաթևոսյանի սեփական ցուցակն էր, ցուցակ այն մարդկանց, ում նա համարում էր վտանգավոր, ում նա ուզում էր բացահայտել իր վեպում։ Թե դա էր ցուցակ, որը նա գտել էր ինչ-որ տեղից։ Հնարավոր է, այն գաղտնի թունելներից, որտեղ նա գնում էր գիշերները։ Արամ Խաչատրյանը, հին անվտանգության ծառայության աշխատակիցը, ով խոսեց մեզ հետ նախորդ գլուխներում, ունի իր տեսակետը։ Նա ասում է, այդ ցուցակը չէր Մաթևոսյանի սեփականը։ Այն էր իրական ցուցակ, որը կազմվել էր անվտանգության ծառայության կողմից 1995 թվականի աշնանը։ Դա էր ցուցակ մարդկանց, ովքեր համարվում էին վտանգավոր նոր իշխանության համար, ովքեր գիտեին չափազանց շատ, ովքեր կարող էին բացահայտել գաղտնիքներ, որոնք պետք է մնային թաքնած։ Արամը բացատրում է, որ այդ ցուցակը պետք է մնար գաղտնի, բայց ինչ-որ կերպ Մաթևոսյանը ստացավ դրա պատճենը։
Հնարավոր է, որ այն մարդը, ով դավաճանում էր նրան, նույն ժամանակ փորձում էր նաև օգնել նրան, տալով նրան այդ ցուցակը որպես նախազգուշացում։ Կամ հնարավոր է, որ Մաթեոսյանը ուներ այլ աղբյուր, ինչ որ մեկը, ով դեռ չի բացահայտվել։ Բայց ամենակարևորը այն է, որ երբ Մաթեոսյանը տեսավ այդ ցուցակը, երբ նա տեսավ, որ նրա մոտ մարդիկը, նրա ընկերները, նրա համագործակիցները գտնվում են այդ ցուցակում, նա հասկացավ, որ իրավիճակը ավելի լուրջ է, քան նա կարծում էր։ Նա հասկացավ, որ եթե նա հրապարակի իր գիրքը, նա ոչ միայն վտանգի իր սեփական ընտանիքը, այլ նաև այն մարդկանց, ովքեր օգնել էին նրան, ովքեր վստահել էին նրան իրենց գաղտնիքները։ Եվ այդպես Մաթեոսյանը կատարեց իր վերջնական որոշումը։ Նա այրեց ձեռագիրը ոչ թե միայն իր ընտանիքը պաշտպանելու համար, այլ նաև այն մարդկանց պաշտպանելու համար, ես չգիտեմ։ Ես միայն գիտեմ, որ այդ ցուցակից 15 մարդկանցից 8-ը անհետացան հաջորդ 2 տարիների ընթացքում։ Ոմանք մեռան դժբախտ պատահարներից, ոմանք պարզապես անհետացան առանց որևէ հետքի։ Միայն 7-ը մնացին կենդանի։ Եվ այդ 7-ը այսօր դեռ ապրում են, դեռ զբաղեցնում են իրենց պաշտոններ, դեռ պահպանում են իրենց գաղտնիքները։ Արդյոք Մաթեոսյանի զոհաբերությունը փրկեց այդ 7 մարդկանց, թե նրանք փրկվեցին այլ պատճառներով։ Եվ ամենակարևորը, ով են այդ 7 մարդիկը այսօր։ Արդյոք նրանք գիտեն, որ Մաթեոսյանը զոհաբերեց իր գործը նրանց համար։ Արդյոք նրանք երախտապարտ են նրան, թե նրանք նույնիսկ չգիտեն այդ պատմության մասին։ Եվ եթե նրանք գիտեն, արդյոք նրանք պատրաստ են խոսել, պատրաստ են բացահայտել այն ճշմարտությունը, որը Մաթեոսյանը փորձեց պաշտպանել իր կյանքի գնով։ Գլուխ 12 Երբ Մաթեոսյանի ճանապարհը հասավ իր ավարտին 1999 թվականին, նրա վերջին բառերը ըստ նրա կնոջ Արմինե Մաթեոսյանի եղան. «Ես արեցի այն, ինչ պետք էր անել։ Հիմա ժամանակն է, որ ուրիշները շարունակեն»։ Բայց ով են այդ ուրիշները։ Ով պետք է շարունակի այն աշխատանքը, որը Մաթեոսյանը սկսեց, բայց չկարողացավ ավարտել։ Ով պետք է գտնի այն թաքնված էջերը, այն վերջին գլուխը, որը պարունակում է ամենակարևոր բացահայտումները։ Եվ ամենակարևորը, երբ կգա այն ժամանակը, երբ Հայաստանը պատրաստ կլինի իմանալ ամբողջ ճշմարտությունը։ Նարինե Գրիգորյանը, Մաթեոսյանի խմբագրի օգնականը, պատմում է, որ գրողի վերջին շաբաթներին նա խոսում էր ապագայի մասին, ոչ թե իր սեփական ապագայի, այլ Հայաստանի ապագայի մասին։ Նա ասում էր. «Մեր ժողովուրդը ապրել է այնքան շատ տառապանքներ, այնքան շատ դավաճանություններ, այնքան շատ սուտ։ Բայց ես հավատում եմ, որ մի օր կգա ժամանակը, երբ մենք կլինենք բավականաչափ ուժեղ, որպեսզի դիմակայենք ճշմարտությանը։ Երբ մենք կլինենք բավականաչափ հասուն, որպեսզի սովորենք մեր սխալներից առանց ատելության, առանց վրեժխնդրության, առանց նոր բաժանումների»։ Այդ խոսքերը ըստ Նարինեի եղան Մաթեոսյանի կտակը, ոչ թե նրա ընտանիքին, այլ ողջ հայ ժողովրդին։ Բայց ինչպես մենք կարող ենք իմանալ, թե երբ է եկել այդ ժամանակը։ Ինչպես մենք կարող ենք իմանալ, թե արդյոք մենք պատրաստ ենք այն ճշմարտության համար, որը Մաթեոսյանը տեսավ եւ որոշեց թաքցնել։ Լուսինե Ավագյանը, գրադարանի աշխատակիցը, ունի իր պատասխանը։ Նա ասում է. «Մենք պատրաստ կլինենք այն օրը, երբ մենք կդադարենք վախենալ մեր անցյալից։ Երբ մենք կդադարենք փնտրել հերոսներ եւ չարագործներ, եւ կսկսենք տեսնել մարդկանց, բարդ, հակասական, սխալվող մարդկանց։ Երբ մենք կհասկանանք, որ պատմությունը ոչ թե սև եւ սպիտակ է, այլ մի անverջ երանգների սպեկտր։ Այդ հասկացողությունը ըստ Լուսինեի է բանալին դեպի ապագան։ Ապագա, որտեղ Հայաստանը կարող է վերջապես ազատվել իր անցյալի ստվերներից եւ շարժվել առաջ»։ Արամ Խաչատրյանը, հին անվտանգության ծառայության աշխատակիցը, ունի ավելի պրագմատիկ տեսակետ։ Նա ասում է. «Ճշմարտությունը միշտ ցավոտ է, բայց դա ավելի ցավոտ է երկարաժամկետ հեռանկարում։ Եթե մենք շարունակենք թաքցնել մեր անցյալը, եթե մենք շարունակենք պաշտպանել այն մարդկանց, ովքեր դավաճանեցին մեր վստահությանը, մենք միայն երաշխավորում ենք, որ նույն բանը կրկնվի ապագայում»։ Մաթեոսյանը հասկացավ դա։ Դրա համար էլ նա գրեց իր գիրքը։ Եվ դրա համար էլ նա թողեց այն թաքնված էջերը, որպես նախազգուշացում, որպես դաս, որպես հույս, որ մի օր մենք կլինենք բավականաչափ խելացի, որպեսզի օգտագործենք այդ դասը։ Բայց ուր են այդ թաքնված էջերը այսօր։ Վահագն Սարգսյանը, Մաթեոսյանի անձնական պահապանը, ունի իր տեսությունը։ Նա ասում է. «Ես կարծում եմ, որ Հրանտ Գրիգորիչը թաքցրեց դրանք այնտեղ, որտեղ միայն իսկապես արժանի մարդը կարող է գտնել դրանք։ Ոչ թե ֆիզիկապես դժվար տեղում, այլ այնպիսի տեղում, որը պահանջում է հասկացողություն, իմաստություն, համբերություն։ Հնարավոր է, որ դրանք թաքնված են նրա գրքերի մեջ, նրա նոթերի մեջ, նրա նամակների մեջ։
Հնարավոր է, որ դրանք գրված են կոդով, որը միայն նա, ով իսկապես հասկանում է Մաթևոսյանի մտածելակերպը, կարող է վերծանել։ Այդ տեսությունը հետաքրքիր է, բայց արդյոք այն ճիշտ է։ Արդյոք Մաթևոսյանը իսկապես թողեց հանելուկ, որը սպասում է լուծման։ Կամ հնարավոր է, որ այդ էջերը երբեք չեն գտնվի։ Հնարավոր է, որ Մաթևոսյանը վերջապես որոշեց, որ որոշ ճշմարտություններ ավելի լավ է մնան թաքնված։ Հնարավոր է, որ նա հասկացավ, որ նույնիսկ եթե Հայաստանը մի օր պատրաստ լինի այդ ճշմարտության համար, այդ ճշմարտությունը կարող է բերել ավելի շատ վնաս, քան օգուտ։ Արմինե Մաթևոսյանը, գրողի կինը, ունի իր սեփական տեսակետը։ Նա ասում է. Հրանտը միշտ ասում էր, որ ամենակարևորը ոչ թե ճշմարտությունն է, այլ այն, թե ինչ ենք մենք անում այդ ճշմարտությամբ։ Եթե ճշմարտությունը օգտագործվում է վրեժխնդրության համար, ատելության համար, բաժանման համար, ապա ավելի լավ է, որ այն մնա թաքնված։ Բայց եթե այն օգտագործվում է սովորելու համար, աճելու համար, միավորվելու համար, ապա այն պետք է բացահայտվի։ Եվ այսպես մենք հասնում ենք մեր պատմության վերջին հարցին. Ինչ ենք մենք անելու այն ճշմարտությամբ, որը մենք իմացանք այսօր։ Արդյոք մենք կօգտագործենք այն որպես զենք, մեղադրելու, դատապարտելու, բաժանելու համար։ Թե մենք կօգտագործենք այն որպես հայելի, տեսնելու մեր սեփական թերությունները, մեր սեփական սխալները, մեր սեփական պատասխանատվությունը։ Մաթևոսյանը հավատում էր, որ յուրաքանչյուր սերունդ ունի հնարավորություն ընտրելու, կրկնել անցյալի սխալները կամ ստեղծել նոր ապագա։ Նա հավատում էր, որ Հայաստանը կարող է լինել այն երկիրը, որտեղ ճշմարտությունը եւ արդարությունը ոչ թե հակասում են միմյանց, այլ լրացնում են միմյանց։ Բայց այդ հավատքը կարող է իրականանալ միայն եթե մենք, այսօրվա սերունդը, ընտրենք ճիշտ ճանապարհը։ Հրանտ Մաթևոսյանի պատմությունը չի վերջանում նրա մահով։ Այն շարունակվում է յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը կարդում է նրա գրքերը, երբ ինչ-որ մեկը հարցնում է դժվար հարցեր, երբ ինչ-որ մեկը ընտրում է ճշմարտությունը հարմարավետ սուտի նկատմամբ։ Նրա կտակը ոչ թե այրված էջերն են, այլ այն հարցերը, որոնք նա թողեց մեզ համար։ Հարցեր, որոնք մենք պետք է պատասխանենք ոչ թե բառերով, այլ մեր արարքներով, մեր ընտրություններով, մեր կյանքերով։ Եվ եթե մի օր ինչ-որ մեկը գտնի այն թաքնված էջերը, այն վերջին գլուխը, որը Մաթևոսյանը պահպանեց, հուսով եմ, որ այդ մարդը կլինի արժանի այդ վստահության։ Հուսով եմ, որ նա կօգտագործի այդ ճշմարտությունը ոչ թե իշխանության համար, ոչ թե փառքի համար, այլ ծառայության համար։ Ծառայություն ճշմարտության, արդարության եւ ապագա սերունդների համար, ովքեր արժանի են ապրել երկրում, որտեղ անցյալի սխալները դարձել են դասեր, ոչ թե անեծքներ։ Հարգելի դիտողներ, եթե դուք հետևեցիք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք դուք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ Հրանտ Մաթևոսյանը դեռ հիշվում է։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։